Պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստան, եթե Հայաստանը ուրախ չէ, պետք է մեղադրի Ռուսաստանին։ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Միացյալ Նահանգների կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասին։ Ինչու ՀԱԿ-ը հրաժարվեց մասնակցել Աբրահամյանի PR ակցիային եւ սահման մեկնեց Գալուստ Սահակյանի հետ, մեկնաբանում է ՀԱԿ խմբակցության ղեկավարը։ Հայ զինվորի զգոնության եւ աչալրջության շնորհիվ հայրենիքի սահմաններն ամուր են ու պաշտպանված, վստահեցնում են առաջնագծում հերթապահություն իրականացնող զինվորները, այցելություն հայ-ադրբեջանական սահման։ Հայաստանը խորապես անհանգստացած է եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների փաստով, նախագահականը հաղորդագրություն է տարածել։ Գալայի լրագրողի խնդրանքով Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպանն անդրադարձել է Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին եւ պատասխանելով հարցին, թե դրանք ինչ հետևանքներ կունենան մեր երկրի վրա եւ արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարությունը արձագանքել է ավելի վաղ ԱՄՆ դեսպանատան զգուշացմանը, Հեֆերն ասել է. Բազմաթիվ քննարկումներ են եղել պատժամիջոցների հետ կապված։ Պատժամիջոցներն ուղղված են դեպի Ռուսաստան, սակայն դրանք կարող են իրենց հետևանքները թողնել նաև Հայաստանի տնտեսության վրա։ Եթե Հայաստանն ուրախ չէ այդ առիթով, նրանք պետք է մեղադրեն Ռուսաստանին։ 2013 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի 40 զինծառայողներ սուր սննդային թունավորման ախտանիշներով նախ տեղափոխվել էին զորամասի բուժկետ, ապա տարբեր հիվանդանոցներ։ Կատարված քննության արդյունքում պարզվել էր, որ զինվորների թունավորման պատճառը եղել է զորամասի ճաշարանի ոչ մաքուր սպասքը։ Զինվորներին կերակրել էին այնպիսի կեղտ օտամաններով, որոնց վրա զարգացել էին աղիկային ցուպիկի խմբին պատկանող մանրեներ եւ սնունդ ընդունելու ժամանակ ներթափանցել զինծառայողների ստամոքսաղիկային շրջան առաջացնելով սուր սննդային թունավորումներ։ Դեպքի արդիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել զորամասի ճաշարանի պետ Արտյոմ Պողոսյանին, այն բանի համար, որ նա պատասխանատու լինելով ճաշարանի ամանեղենի լվացման ժամանակ սանիտարահիգենիկ կանոնների պահպանման համար ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, հսկողություն չի իրականացրել ամանեղենի եւ սպասքի լվացման ժամանակ սանիտարահիգենիկ կանոնների պահպանման նկատմամբ։ Արտեն դատարանում մինչ դատաքննություն սկսել է ամբաստանյալ Արտյոմ Պողոսյանը ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել դատական քննությունն անցկացնել արագացված կարգով։ Դատարանն էլ արագացված կարգով քննելով գործը զորամասի ճաշարանի այժմ արդեն նախկին պետին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի առաջին մասով եւ դատապարտել զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ 1 տարի ժամկետով, դրամական բավարարման գումարի 10% պահումով։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը երկու օր է Տավուշի մարզում էր։ Վերջինս խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ այցելել է նաև դիրքեր, զրուցել զինվորների, ինչպես նաև սահմանամերձ շրջանների բնակիչների հետ։ Հետաքրքրականն այն է, որ խորհրդարանական ոչ իշխանական խմբակցություններից ՀԱԿ-ը, որը նախապես մերժել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ դիրքեր բարձրանալու առաջարկությունը, ընդունել էր Գալուստ Սահակյանի հրավերը։ Գալան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվել է, թե ինչու ՀԱԿ-ը համաձայնել է մաս կազմել Գալուստ Սահակյանի ղեկավարած պատվիրակությանն այն դեպքում, երբ մերժել էր Հովիկ Աբրահամյանի հետ մեկնելու առաջարկը։ Վերջինս պարզաբանել է, որ ազգային ժողովի նախագահի հետ շփման գիծ այցելելու նախաձեռնությունը եղել է Սեյրան Օհանյանինը, հետևաբար իրենք ընդունել են։ Մենք եղել ենք 6 խմբակցություններով Սեյրան Օհանյանի հետ, ինչպես որ նախապես պայմանավորվել ենք, ասել է Զուրաբյանը։ Հիշեցնենք, քաղաքական ուժերով սահման մեկնելու համատեղ որոշում կայացվել էր օգոստոսի 5-ին, երբ խորհրդարանական ուժերի ղեկավարները փակ քննարկում իրականացրեցին, որին մասնակցում էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Հետո կոնգրեսը տարածեց հայտարարություն, որում մասնավորապես ասված էր, որ Հովիկ Աբրահամյանը տեղեկանալով ազգային ժողովի խմբակցությունների միջև ձեռք բերված համաձայնության մասին որոշել է օգտագործել այն սեփական անձի գովազդման նպատակով, ինչպես նաև գցելով խորհրդարանական պատվիրակությունն իրեն փոխարինել ազգային
ազգային շահերի շուրջ համախմբման խորհրդանիշը իշխանության շուրջ համախմբման պատրանքով։ Հետևաբար ընդդիմադիր քաղաքական ուժը հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել Աբրահամյանի PR ակցիային։ Շիրակի մարզի ոստիկանական համակարգի ներկայացուցիչները հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ծանոթանալու, տեղում ծառայություն իրականացնող զինվորներին քաջալերելու համար այցելություն իրականացրեցին Հայաստանի հյուսիսարևելյան սահման, նաև հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Ոստիկանության Գյումրու ու մարզի տարածաշրջանների բաժինների ղեկավարները մարզի ոստիկանապետի գլխավորությամբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող հայ-ադրբեջանական սահմանին են, որն ամբողջությամբ վերահսկվում է պայմանագրային զինծառայողների կողմից, այսինքն համարվում է աշխատատեղ հիմնականում Ճամբարակի բնակիչների համար։ Զինվորներն ու հրամանատարական կազմը նախ ներկայացնում են, որ վերջին շրջանում իրավիճակը սահմանին լարված չէ։ Հակառակորդի կողմից կրակահերթերը գրեթե դադարել են, իսկ հսկողությունն ու դիրքերի պաշտպանությունն իրականացվում է ինչպես հարկն է։ Իրավիճակը մի քիչ խառն էր, հիմա ներկայությամբ նորմալ է, ամեն ինչ տոշնի է, լավ է։ Կասեմ, որ նորմալ է, ծառայություն թանում է նորմալ իրան հունով։ Մարզի ոստիկանապետն իր հերթին նշում է, թե հայ զինվորը միշտ պետք է իր թիկունքին զգա ժողովրդի շունչը։ Դա մեծ ուժ ու հոգեբանական աջակցություն է հաղորդում առաջին գիծը պահող այս տղաներին։ Ակնհայտ է տարբերությունն է հայի եւ ադրբեջանցու։ Նրանք քնած մարդ սպանող են, նրանք գերի սպանող են, որը որ երբևիցե լինել չի կարող հայ ազգի մեջ, առավել եւս հայոց բանակում։ Ուստի այս դիրքերը պահող յուրաքանչյուր զինվոր, յուրաքանչյուր զինվորական ամեն օր հերոսություն անում, ամեն օր սխրանք անում։ Զինծառայողներն իրենց հերթին նշում են, մի քանի օր առաջ առաջնագծում թշնամու ակտիվացմանը զուգահեռ անհրաժեշտ պատասխանը չի ուշացել, անհանգստանալու առիթ չկա, վստահեցնում են, հայ զինվորի զգոնության ու աչալրջության շնորհիվ հայրենիքի սահմաններն ամուր են ու պաշտպանված։ Նորմալ է, ժողովրդին կոչ ենք անում հանգստանալ, ճապի չմատնվել, մենք ստեղ ենք արթում ենք, նորմալ է ամեն ինչ։ Արձանագրում են նաև, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը զուգահեռ Ճամբարակից ու Հարակից համայնքներից ոչ ոք թեկուզ ժամանակավոր չի լքել իր բնակավայրը։ Այս երիտասարդները, զինվորականները թիկունքում ունենալով իրենց տունը չլքող մեծահասակներին եւ երեխաներին եւ ընտանիքներին ավելի ոգևորված, ավելի պարտավորված, ավելի զգոն, ավելի ուժեղ են։ Սա է ամբողջ խնդիրը։ Ոստիկանները զինվորների հետ զրուցելուց, գետնատնակի պայմաններին ծանոթանալուց հետո մեկնում են առաջնագիծ, նաև տեղում համոզվելու համար, որ իրավիճակը կայուն է։ Առաջնագծում հերթապահող զինվորները 8-րդ վաշտի հրամանատար կապիտան Արման Ղուլյանին զեկուցում են։ Պարոն կապիտան, Շարքյան Ստեփանյանը զեկուցեց, որ դիտարկետում ամեն ինչ նորմալ է, դիտարկում կատարում են նորմալ վիճակում, հակառակորդի կողմից շարժեր ինժեներական աշխատանքներ չեն կատարում, զեկուցող հենակետի ավագ Չլնգարյան։ Կապիտան Ղուլյան։ Այստեղ արդեն զինվորները ներկայացնում են, որ այս տարածքում տեղանքով պայմանավորված հայկական կողմը դիրքային առավելություններ ունի հակառակորդի նկատմամբ, բայց այդուհանդերձ հսկողությունը սահմանին բավականին խստացված է, քանի որ թշնամին անկանխատեսելի է, կրակահերթեր հաճախակի են լինում։ Ադրբեջանական դիրքերը մի քանի մետր հեռավորության վրա են, տեսանելի են նաև ադրբեջանական բնակավայրերը։ Առաջնագիծ այցելած ոստիկաններին ամեն ինչ ներկայացվեց մանրամասն։ Առաջնագծից վերադառնալով զինծառայողներն ու ոստիկաններն իրենց զրույցը շարունակեցին սեղանի շուրջ, իսկ վերջում բարի ծառայություն ու խաղաղություն մաղթելով սահմանին հերթապահություն իրականացնող զինվորներին վերադարձան այս բարի հիշողություններով։ Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների եւ դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի տարածած մամլո հաղորդագրության մեջ։ Որևէ ազգային եւ կրոնական փոքրամասնության եւ մասնավորապես Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է եւ միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու տուժածներին աջակցություն ցուցաբերելու մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությամբ կൂտակային կենսաթոշակների մասին օրենքի համաձայն սահմանվել է հարկային մարմնի ներկայացվող սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվության ձև։ Սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմումի ձևը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի ամսական հաշվարկը հրապարակվել է օգոստոսի 15-ից, իսկ կազմակերպությունները հաշվետվությունները պետք է ներկայացնեն մինչև օգոստոսի 20-ը։ Ժամանակային այս սահմանափակումը լուրջ խնդիր է ստեղծել հաշվապահների համար, վերջիններս չհաշված ոչ աշխատանքային օրերը ընդամենը 2 օր ժամանակ ունեն հաշվետվությունները պատրաստելու եւ ներկայացնելու համար, իսկ ուշացումը նոր տուժ տուգանքների պատճառ կարող է դառնալ։ Դեմեմ նախաձեռնության անդամ հաշվապահ Մանեթ Հանդիլյանը գալայի հետ զրույցում եւս մտահոգություն է հայտնել այս հարցի վերաբերյալ, սակայն հաշվապահը համոզված է, որ ուշացումները հարկային մարմնի մեղավորությամբ կլինեն, հետեւաբար ընկերություններն իրավունք ունեն պահանջել, որպեսզի տուգանքներ չկիրառեն։ Ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի մայրաքաղաքում անհատ քաղաքացիների նախաձեռնությամբ մեկնարկել է ստորագրահավաք անկախ փորձաքննություն իրականացնելու պահանջով։ Այս մասին գալային տեղեկացրել է ստորագրահավաքի կազմակերպիչներից Ալինա Նիկողոսյանը։ Հիշեցնենք, Վարդան Պետրոսյանը մեղադրվում է հոկտեմբերի 20-ին Եղվարդ Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով, որի արդյունքում 2 անչափահասներ մահացել էին։ Դերասանի դեմ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է, ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ։ Ստորագրահավաքը կշարունակվի մինչև հաջորդ դատական նիստի օրը, օգոստոսի 29-ին։ Գործընթացն առայժմ միայն մայրաքաղաքում է, սակայն առաջիկայում կմեկնարկի նաև Գյումրիում եւ Էջմիածնում։ Мы не можем жить под этим флагом бело-красно-синим. Это флаг торговый, это флаг Власова, флаг Керенского. Нам нужен черно-желто-белый флаг Российской империи. Ռուսաստանի Դաշնության լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին օրերս Յալթայում իր ելույթի ժամանակ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել։ Մասնավորապես նա առաջարկել է Ռուսաստանը վերածել կայսրության։ Ժիրինովսկին քննադատել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին եւ ներկա խորհրդականներին, ռուս քաղաքական որոշ գործիչների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Բորիս Ելցինին։ Մեզ պետք է պետության այլ անուն, այլ դրոշ եւ պետության ղեկավարի այլ անվանում, օրինակ գերագույն տիրակալ, հայտարարել է Ժիրինովսկին։ Բերլինում կայացել է Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Ռուսաստան Դաշնության արտաքին գործերի նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասվում է, որ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման բանակցություններում որոշակի առաջխաղացում արդեն կա։ Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են Ուկրաինայի իրավիճակի բոլոր կողմերը, հատուկ ուշադրություն դարձնելով մարտական գործողությունները շուտապույտ դադարեցնելու խնդրին, սահմանային վերահսկողություն հաստատելուն, Ուկրաինայի հարավ-արևելք հումանիտար օգնություն տեղհասցնելուն եւ քաղաքական կարգավորման գործընթացը սկսելու համար արագ պայմաններ ստեղծելուն։ Բանակցությունների վերաբերյալ իր դրական կարծիքն է հայտնել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, նշելով, որ կողմերի միջև փոքրիկ սերտացում է ձեռք բերվել։ Ուկրաինան լիովին պատրաստ կլինի Եվրոպական միության անդամակցությանը 5 տարուց, կարծիք է հայտնել Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը։ Նա նաև հայտարարել է այն մասին, որ բացի եվրոինտեգրումից ուկրաինացիների մեծ մասն անհրաժեշտ է համարում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը։ Դա Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունից պաշտպանելու միջոց է, ընդգծել է խորհրդանի ղեկավարը։ Պակիստանի ընդդիմադիր Պակիստանյան շարժում հանուն արտարության կուսակցության առաջնորդ Իմրան Խանը, որի կողմնակիցները բազմահազարանոց բողոքի ցույցեր են անցկացնում երկրի մայրաքաղաքի կենտրոնում, հայտարարել է քաղաքացիական անհնազանդության մասին, բնակչությանը կոչ անելով չվճարել հարկերը պետական գանձարան։ Միաժամանակ նա իսլամական պետության գործող վարչապետ Նավազ Շարիֆին առաջարկել է 2 օրվա ընթացքում հայտարարել իր կամավոր հրաժարականի մասին, նշելով, որ այդ ժամկետից հետո չի կարողանա զսպել իր կազմակերպած ազատ երթի մասնակիցներին։ Հիշեցնենք, Պակիստանի կրիկետի հավաքականի նախկին կապիտան Խանի կազմակերպած բողոքի ցույցը ընդդիմության պատասխանը 2013 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերանայելու հարցում իշխանությունների մերժման է, տեղեկացնում են տեղի լրատվական գործակալությունները։ Քուրդ ապստամբները նախորդին այսպես կոչված իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության ջիհադներից ազատագրել են Իրաքի խոշորագույն ամբարտակը։ Քրդերի ինքնավարության ղեկավարության ներկայացուցիչները ազատագրումն անվանել են գրոհայինների դեմ պայքարում առաջին ռազմավարական հաջողությունը։ Այն հնարավոր է դարձել նաև Միացյալ Նահանգների կողմից օդային աջակցության շնորհիվ։ Հիշեցնենք, Մոսուլ քաղաքից 40 կիլոմետր հյուսիս գտնվող ամբարտակը գրոհայինները գրավել էին օգոստոսի 7-ին։
Իսրայելական եւ պաղեստինյան պատվիրակությունները Եգիպտոսի միջնորդությամբ վերսկսել են Գազայի հատվածում զինված հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։ Ինչպես հայտնել է պաղեստինյան պատվիրակության անդամ Ֆեյսալ Աբու Շահլան, արաբական կողմը չափավոր լավատեսությամբ է նայում բանակցություններին իսրայելցի պատվիրակների հետ։ Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ կրակի մշտական դադարեցման մասին համաձայնագիրը կարող է կնքվել միայն այն ժամանակ, երբ բավարարվեն անվտանգության ոլորտում իսրայելական կողմի բոլոր պահանջները։ Հարավային Կորեան եւ Միացյալ Նահանգներն այսօր ամենամյա զորավարժություններն են սկսել։ Զորավարժությունները կտվեն 2 շաբաթ։ Դրանց նպատակն է մշակել Հյուսիսային Կորեային համատեղ արձագանքելու միջոցներ։ Զորավարժությանը մոտ 50,000 կորեացի եւ 30,000 ամերիկացի զինծառայող է մասնակցում, որոնցից 3,000-ը եկել են Միացյալ Նահանգներից, իսկ մնացածը այլ արտասահմանյան ռազմաբազաներից։ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժանքները գնահատում են որպես միջուկային պատերազմի նախապատրաստություն։ Ի պատասխան Փահինյանը սպառնացել է անգութ նախազգուշական հարված հասցնել, իսկ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ով հնգօրյա այցով գտնվում է Հարավային Կորեայում, կոչ է արել Հյուսիսային եւ Հարավային Կորեաներին ներել միմյանց, քանի որ նրանք մեկ ժողովուրդ, մեկ ընտանիք են։ Հռոմի Պապը տաճարում բոլոր հավաքվածներին, այդ թվում Հարավային Կորեայի նախագահին, կոչ է արել աղոթել երկու երկրների միջև երկխոսության եւ տարաձայնությունների կարգավորման նոր հնարավորությունների հայտնվելու համար։ Նեպալում ջրհեղեղի եւ սողանքների հետևանքով մոտ 100 մարդ է զոհվել, այս մասին հայտնում է այդ երկրի ներքին գործերի նախարարությունը։ Հազարավոր քաղաքացիներ ստիպված լքել են իրենց տները, 100-ից ավելի մարդիկ համարվում են անհետ կորած։ Արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատանքը կոորդինացնող կառավարական կենտրոնը հայտնել է 4 որոնողական ուղղաթիռների գործարկման մասին։ Փրկարար գործողությանը մասնակցում է ավելի քան 2000 մարդ։ Միսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը հրաման է ստորագրել Ֆերգյուսոն քաղաքում Միացյալ Նահանգների ազգային գվարդիայի տեղակայման մասին, որտեղ արդեն մեկ շաբաթ է բախումներ են տեղ ունենում տեղի բնակիչների եւ ոստիկանության միջև։ Քաղաքում ցույցերը չեն դադարում չնայած պարետային ժամին։ Անցնող գիշեր ոստիկանները նորից ստիպված են եղել արցունքաբեր գազ եւ խլաթուտիչ նռնակներ կիրառել ամբողջը ցրելու համար։ Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ ցուցարարները կրակել են իրավապահների վրա, ինչպես նաեւ բենզինային ռումբեր նետել։ Հիշեցնենք, Ֆերգյուսոնի բնակիչները բողոքում են ոստիկանների կողմից աֆրոամերիկացի պատանի Մայքլ Բրաունի սպանության դեմ։